Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Պորտուգալիայում Վրաստանի նորանշանակ դեսպան Լևան Ցուրցումյայի հետ։ Քննարկվել են Վրաստանի եւ Պորտուգալիայի հարաբերություններն ու համագործակցության հեռանկարները։ Կոբախիձեն շնորհավորել է Ցուրցումյային նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ աշխատանքում։ Ցուրցումյան երկար տարիներ աշխատել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Նա նաեւ աշխատել է Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունում եւ ՎՈԱՄ-ի ներկայացուցչությունում։ Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության տվյալով վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 33 օտարերկրյա քաղաքացի։ Պաշտոնական տվյալների համաձայն նրանց մի մասը ինքնակամ է լքել Վրաստանը, իսկ մի մասը հարկադրաբար արտաքսվել է երկրից։ Նրանք հանդիսանում են Հնդկաստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Թուրքիայի, Պակիստանի, Չինաստանի, Իրանի, Բանգլադեշի, Իրաքի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի քաղաքացիներ։ Արտաքսման պատճառները չեն նշվում։ Ներքին գործերի նախարարությունից հիշեցրել են, որ գործող օրենսդրության համաձայն արտաքսվող անձանց արգելվում է մուտք գործել Վրաստան։ Թուրքիան շարունակելու է ձգտել էներգետիկ ոլորտում երկրի լիակատար անկախության, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահի խոսքով այդ ոլորտում երկիրը հասել է էական հաջողությունների։ Մենք լուրջ միջոցներ ենք ներդրել բոլոր ոլորտներում, միջուկային էներգետիկայից մինչև հիդրոէլեկտրաէներգիա, արևային էներգիայից մինչև նավթ եւ բնական գազ։ Մենք ձգտում ենք բացահայտել մեր երկրի իրական ներուժը այս ոլորտում։ Էրդողանը տեղեկացրել է, որ հայտնաբերվել է 75 միլիարդ խորանարդ մետր ծավալով բնական գազի նոր հանքավայր, ինչը բավական է միայն 3.5 տարով Թուրքիայում սպառողների կարիքները ապահովելու համար։ Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու եւ հաղորդակցության ուղիները բաց պահելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Էրդողանը հավելել է, հիմնական նպատակը խաղաղության բանակցություններից հստակ արդյունք ստանալն է։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, հարկավոր է բանակցել, ստեղծված հնարավորությունը չի կարելի բաց թողնել։ Էրդողանի խոսքով Անկարան կապ չունի նրա հետ, որ Վլադիմիր Պուտինի եւ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը չկայացավ Թուրքիայում, չնայած Ստամբուլում նախատեսված բանակցություններին։ Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել։ Աբբաս Արաղչին Հական Ֆիդանին տեղեկացրել է Իրանի եւ Միացյալ Նահանգների անուղղակի բանակցությունների ընթացքի, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության հետ քննարկումների մասին։ Արաղչին ընդգծել է խաղաղ նպատակներով միջուկային էներգիայից օգտվելու Իրանի իրավունքը եւ շեշտել, որ եթե ամերիկյան կողմը հարգի այդ իրավունքը, ապա կողմերը կարող են փոխըմբռնման հասնել։ Ֆիդանը կառուցողական է համարել դիվանագիտական ճանապարհին հետամուտ լինելու Իրանի մոտեցումը եւ նշել, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ։ Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը եւ կարեւորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները։ Արմեն Գրիգորյանին ընդունել է նաեւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ջանքերը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է նաև Թեհրանի երկխոսություն ֆորում 2025-ին։ Գրիգորյանը խոսել է Հայաստանի արտաքին եւ անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին, ընդգծել, որ Հայաստանը զարգացնում է հարաբերությունները բոլոր պետությունների հետ, չբացառելով որևէ մի երկիր։ Թրամփի վարչակազմը ձգտում է Իրանի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորման, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Մենք չենք կարող թույլ տալ հարստացման հնարավորությունների նույնիսկ 1%-ը։ Մենք իրանցիներին առաջարկ ենք ներկայացրել, որը մեր կարծիքով լուծում է խնդիրներից մի քանիսը։
Ուիտկոֆի խոսքով Իրանի հարստացումը ճանապարհ է բացում զենք ստեղծելու համար եւ Միացյալ Նահանգները չի կարող դա թույլ տալ։ ԱՄՆ նախագահի ներկայացուցչի խոսքերին արձագանքել է Իրանի արտգործնախարարը։ Աբբաս Արաղչին ընդգծել է, որ այդ հայտարարությունները հեռու են բանակցությունների տրամաբանությունից։ Նրա խոսքով Իրանը շարունակելու է ուրանի հարստացումը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան, սակայն այցի ժամկետները դեռ պարզ չեն, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Մոսկվան եւ Թեհրանը նախապատրաստում են Ռուսաստանի նախագահի այցը։ Ռուսաստանի նախագահը վերջին անգամ Իսլամական Հանրապետություն է այցելել 2022 թվականի հուլիսին, Թեհրանում Աստանայի ձևաչափի 7-րդ հանդիպմանը մասնակցելու համար։ Ռուդենկոն նաեւ հույս է հայտնել, որ Թեհրանն ու Վաշինգտոնը կկարողանան կարգավորել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը Օմանի միջնորդությամբ ընթացող բանակցությունների շրջանակում։ Քայլեր են ձեռնարկվում Բաքվի եւ Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հիկմետ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը կանի հնարավոր քայլերը տարածաշրջանում ամբողջական եւ վերջնական խաղաղության հաստատման ուղղությամբ։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքներն ավարտվել են։ Հաջիևը կրկնել է Հայաստանի սահմանադրության փոփոխության հետ կապված Բաքվի պահանջը, նշել, թե իբր այն տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Մեկնարկել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հատուկ ստորաբաժանումների եւ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի Արաքս 2025 համատեղ զորավարժությունը։ Այն անցկացվում է Լեռնային Ղարաբաղում եւ կշարունակվի մինչեւ մայիսի 21-ը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից նշել են, որ զորավարժությունը կարևոր քայլ է ընդհանուր սահմանների անվտանգության ամրապնդման եւ հավանական սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ։ Ապրիլի 9-ից 10-ը համատեղ զորավարժություն են անցկացրել Հայաստանի եւ Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Դրա նպատակը Հայաստան-Իրան պետական սահմանի անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողությունների մշակումն էր։ Ադրբեջանի նախագահի օգնականը Թեհրանի երկխոսություն համաժողովի շրջանակում անդրադարձել է Իրանի հետ հարաբերություններին։ Նրա խոսքով Ադրբեջանն ու Իրանը պետք է շարունակեն ամրապնդել տնտեսական կապերը։ Հիկմետ Հաջիևը կարևորել է երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ձևաչափերը նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի հետ։ Նա հերթական անգամ ընդգծել է, տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից։ Ցավոք, որոշ արտաքին ուժեր փորձում են միջամտել տարածաշրջանին եւ աշխարհաքաղաքական ինտրիգներ կազմակերպել։ Ներկայումս միջազգային հարաբերությունների համակարգում նկատվում են լարվածություն եւ ապակառուցողական գործընթացներ։ Հաջիևի խոսքով Ադրբեջանն այժմ ակտիվ դիվանագիտական գործունեություն է ծավալում նաև Կասպից եւ Սևծովյան տարածաշրջաններում, Կենտրոնական Ասիայում եւ Մերձավոր Արևելքում։ Վարդուհի Հարությունյան, Հարևաններ։